համար է ընդհանրապես պետք բանավեճը իդեալական դեպքում։ Բանավեճը պետք է ինչ-որ բան հասկանալու, ինչ-որ բան պարզաբանելու, կողմներից մեկի ճշմարտությունը հասկանալու կամ հաստատելու համար։ Մասնավորապես, անդիմությունը կոչ է անում, երկար ժամանակ կոչ էր անում Փաշինյանին հրապարակել 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որը նա մերժել է։ Այդ երկարատև կոչերից հետո վարչապետը համաձայնում է, ասում է՝ լավ, ես կան կանեմ փաստաթղթերը, բանակցային փաստաթղթերը, ուշադրություն դարձրեք, ոչ թե առաջարկը, այլ բանակցային փաստաթղթերը, եւ դրանք կհրապարակեմ։ Դա ինչ որ բան կպարզաբանի, բացարձակապես ոչ, որովհետեւ պարզ է, որ Փաշինյանը կանի եւ կհրապարակի այն փաստաթղթերը, որոնք իրեն ձեռնտու են։ Հետո կտա այն մեկնաբանությունը, որը իրեն ձեռնտու է։ Եվ այդ փաստաթղթերը լինեն նրանք դրանք ասենք 100 կամ 1000 էջ, կկարդա ենթադրենք 5 կամ 10 հոգի։ Մնացածը կկարդան մեկնաբանությունները։ Իշխանության մեկնաբանությունը կլինի հետևյալը. ահա, տեսակ, որ ոչ մի առաջարկ չկար, կամ տեսակ, որ այդ առաջարկները վատն էին, կամ տեսակ, որ մենք չմերժեցինք այդ առաջարկները։ Կարելի է 1000 ու մի բան մոգոնել։ Հիմա քննարկվելու են միևնույն է այդ մեկնաբանությունները։ Ոմանք կհավատան, ոմանք չեն հավատա այդ մեկնաբանություններին, բայց բուն բանավեճը փաստացի հիմքը միևնույն է գոյություն չի ունենա։ Այդպիսով բանավեճը որևէ իմաստ չունի։